Ինտերնետ օգտագործող 12-ից 17 տարեկան յուրաքանչյուր 20-րդ երեխան 1 տարվա ընթացքում ենթարկվել է առցանց սեռական շահագործման կամ բռնության։ Այս մասին հայտնել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարարը։ UNICEF-ի ուսումնասիրություններով դեպքերի 71%-ը տեղի է ունեցել ամբողջությամբ առցանց միջավայրում, իսկ 57%-ի դեպքում երեխաները նշել են, որ բռնությունը իրականացրել են ծանոթ մարդիկ։ Երեխաների 53%-ը նշել է, որ որևէ մեկին դեպքի մասին չի պատմել։ Նշվել է նաև, որ նման իրավիճակները հաճախ ազդում են երեխաների հոգեվիճակի, մեկուսացման և ուսման նկատմամբ մոտիվացիայի վրա։ Ներկայացվել է նաև միջազգային տվյալներ, ըստ որոնց տարեկան շուրջ 1.2 միլիոն երեխա դառնում են deepfake տեխնոլոգիաներով ստեղծված սեռական բնույթի կեղծ բովանդակության զոհ։ Գյումրու բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք տեղափոխված երեխաների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության և բավարար, հայտնել են առողջապահության նախարարությունից։ Ավելի վաղ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկացրել էր, որ Գյումրիում արձանագրվել են սուր աղիքային վարակի դեպքեր, ինչի հետևանքով հոսպիտալացվել է 15 երեխա։ Դեպքի առնչությամբ իրականացվել են համաճարակաբանական ուսումնասիրություններ, նմուշառումներ և լաբորատոր հետազոտություններ։ Բիայնական դամբարանից ապրիլի 24-ին գողացել են մեր թվարկությունից առաջ 8-րդ տարի եզակի գտածոներ, փոքր թաս, որի մեջ եղել է թռչունի նշանով կնիկ և փականի մաս։ Ըստ մասնագետների դամբարանը հավանաբար պատկանել է բարձրաստիճան ազնվականի կամ զինվորականի, իսկ առարկաները եզակի նմուշներ են։ Իրավապահները պարզել են, որ գողությունը կատարել են Երևանի 35-ամյա և Արարատի մարզի Աֆշար գյուղի 36-ամյա բնակիչները։ Նրանք մայիսի 9-ին հայտնաբերվել, ձերբակալվել են և խոստովանել կատարածը։ 36-ամյա տղամարդը ներկայացրել է նաև գողունը։ Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանները կասեցրել են օնլայն կեղծ խաղատների գործունեությամբ զբաղվող ասիական հանցավոր խմբի գործունեությունը։ Ոստիկանության տարածած տեսանյութում երևում է, թե ինչպես են հատուկ ստորաբաժանման աշխատակիցները ներխուժում շենք, գետնի պառկեցնում ներսում գտնվողներին և առգրավում համակարգիչներն ու տեխնիկան։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։